Ողջույն։ Ողջույն։ Էլի այսօր ուշ ենք դուրս գալիս։ Ամսի քանիսն է այսօր։ Փետրվարի 3-ը։ 3-ն է ու 6 աստիճան ջերմություն է։ Մեր մոտ դաժե արևը մի քիչ որ դուս եկավ 9-ը ցույց տալիս։ Դա շիշի։ 6 աստիճան է մի խոսքով, գոհենք։ Բայց մռայլը, չեն ճանդուրը, առավոտվանց մութ սենց զարթնեցի։ Բայց ցերեկը նենց լավ արև դուս եկավ, ես ուրախացա։ Հələ ձունը ոնց է հալը։ Բա մայթերում վաշը չկա ձուն, տես։ Հանգիստ կգնանք ջան։ Ցեխով մնացել է, չի երևում այդքան լավ։ Բայց հա, անցնել կլինի։ Գայի պողոտը։ Ասա նորից չգա այդ ձունը։ Նորից չգաս այդ ձուն։ Ասեցի անետ։ Այն այեք ձախի վրա։ Ես համալիրը վերջապես ավարտեցին, անունն այն շուր քննարկում ենք ինչ կնշանակի, Չանգան։ Այո, չինական չէ։ Մեքենաներ են դες։ Սալոնը, չինական երևի մեքենաների, Չանգան։ Չանգյալ։ Չանգյալ։ Իմիջալոց, զուգ վռնելու են գրուչոկը, խայց չեր, խայց, նոր մուտքով ես անգծով, Չանգյալ ասեցիր։ Չգիտեմ։ Մերոնք գրեցին, չէ՞ երկու հոգի։ Դե մերոնք կարտ գրեցին, չուր։ Նյասնիկյան պողոտը մտանք, մեր ամեն շաբաթվա սաս գնալը սկսեց Անահիտի շնորհիվ։ Դաժե շաբաթվա չի։ Ամեն շաբաթը մի անգամ որ չի։ 4 օրը մեկ։ 4 օրը մեկ սաս են գնալու ժողովուրդ։ Աբովյան Իսահակյան խաչմերուկ։ Հիմա այդ օրերից մեկն է։ Նյասնիկյանի վրա ենք, ասի չոր նոր կարմիր լույս է։ Չէ։ Ես միշտ ես վերջերս քանի տարի է ով որ անցնում է, այն տղան անցավ։ Սխմեց։ Հիմա ստեղի մայթերից գոհես մաքրությունը։ Դեստեղ լրիվ չոր է հələ նայ։ Աշտերեն այսքան տեղը տենց տարբերություն է, հա։ Բայց ջերմության։ Ու մտնենք Երևան։ Կենտրոն։ Ներխուժենք Գորյուն։ Էլի արև դուրս եկա, տեսար։ Բայց նենց Շենքերի հետևը մնաց։ Համեստ մի տեսակ։ Չնայած հա չէ, այս կողմը շենքերը լավ լուսավորվեցին։ Հենա հայ պետը չկա, հայ նախագիծ շենքը զախի վրա լուսավորվել է։ Արմ, այդ հետևի շենքն էլ է իրանցը։ Են բարձրահարկը։ Մենք այդտեղ եկանք, ինչ-որ հարցրեցինք, բայց չեմ հիշում։ Ես չեմ հիշում։ Ոնց էր հա ինչ-որ։ Թեքվենք Նալբան ջան, ես էլ ներքին գործերն դեմ դիմաց, Արամ Մանուկյանի կիսանդրիով։ Առաջի պլանը։ Այո։ Շարք։ Դեպի աջ Իսահակյան, դեպի ձախ Ալեք Մանուկյան, մեջտեղում երկու ոստիկան։ Այստեղ էլ վերևից անցում չկա, չէ՞։ Այն բանով է։ Ստորգետնյա։ Ստորգետնյա է, հա։ Այո։ Լավ գործ է։ Կանաչ լույսը տալիս է, ձեռով ասում են գնացեք։ Կարմիր է տալի, ասում են կանգնեք։ Իսահակյան փողոց։ Դե աշխատատեղ է, էլի։ Երկու։ Այդպես աշխատեն։
Դեմ դիմաց Արմեներգոյի շենքն է, Աբովյան փողոց, Իսահակյան փողոց, ժողովուրդը էլի անցնում է փողոցը, ինչի վերացրեցին անցումը ոչ մեկը չի հասկանում, ես մի հատ ներս մտնեմ, Անահիտը մի բան մոռացավ տամ իրան սաս լավ էլ հասը տվեցի Գա մի քիչ այս կողմերը ման գանք Թխվածքով որ գա, պետք է դնենք մեքենան, հա? Հա, եկար? Դուր։ Մի րոպե անջատեմ։ Մի րոպե։ Դուր ես դնեմ բագաժնիկը։ Անենց դիք շուրջ չգա էլի կարող։ Հարի միացնց գնանք, տենանք մեկ էլ տեսար ես այգիում մի բան փոխվել է, չէ? Ես հիշում եմ, որ ինչ-որ թե մենք են կարդացել, թե մեզ ասել են մերոնցից, այ չեմ հիշում էդ աղբյուրը որտեղից, որ այս այգին, այո, ահագին ձևափոխվելու է, բայց որ մասը չգիտենք, աջ կողմը, թե ձախ կողմը։ Բայց ձախը ինչ-որ բաներ մենք ոնց որ տեսանք այդ կամերայինի, թե չէ։ Չէ։ Հա, ուղղակի պատմել ես դու, հա։ Հա։ Մաքուր է, չէ՞ ինձ թվում է, ու ընդարձակ։ Ինչի հաշվի ունես, որ մեքենաներ չկան երևի։ Երևի, ես էլ էդ մտածում։ Լանդերն է։ Անդեղ, հա, շատ անդուր տեսք ունի։ Ես էլ ստեղ բերեցին, սարքեցին ձեռի հետ։ Հա։ Չէ՞ ֆիթնես կենտրոն է, ինչ է։ Լավ իջնենք այն ծառողիով ասելով ամեն սանտիմի վրա մի բան հաջողացում են։ Հա մենք ասելով, բայց այդ խեղճերը սարքելով ոնց են հոգնում։ Այս շենքը ինչ էր, կույրերի ինչն էր ստեղ։ Ինչի կոմբինատ էր։ Կոմբինատ շենքում ոնց։ Չգիտեմ։ Թե օբշիստվը, չեմ հիշում։ Հա, երևի բաներ, ընկերություններ։ Այնտեղ վերևը որտեղ սենց քանդակ կա, չէ՞։ Մուտքի վերևը։ Նայում եմ ես գծակառույցներին։ Ինչ գծակառույց։ Վերևը։ Հա։ Հա։ Ավել են ես բոլ սարքել են իրանց համար։ Ուզեցել են միանման ինչ-որ մի բանի նման անեն, բայց ոչ գույնն է բռնում, ոչ ոճն է բռնում։ Ես հաստեղ ձուն կա հլը։ Են ինչ շենքեր տեսանք, ենքան նման էր ես մասը։ Միտեղ տեսանք է վիդեոյի մեջ։
բայց Ֆիլմ էր։ հա ֆիլմ էր։ Որ քաղաքն էր, չես հիշում։ Շենքեր, այդ ձևի տենց։ Նա ավելի կլոր էր մի քիչ, սա քառակուսի է, տես վերևանը։ Անկյունները սուր է, իսկ նա ասած կլոր էր գալիս։ Բայց այդ մի կադրը, որ ցույց տվեցին, շատ ուժեղ հիշացրեց այս վիճակում։ Հենց սենց կադր էր։ Հա, այս Այդ բանը մասը կլոր էր, հա։ Կազիրոկը մի քիչ կլոր էր ավելի այնտեղ։ Իսկ սրա վերևը ինչ բան կա, արմե։ Կտուրի վրա։ Չէ։ Ինչ մեծ տարած կա։ Вообще-то կարայի բացեին։ Դե ինձ թվում է հենա ծածկել են ներևում ոնց որ։ Ինչ։ Այսինքն 100%-ով չեմ ասի, բայց կարծեմ ծածկած է ուղղակի։ Դե գիտես, տենց սրճարան բան սարքել բաց տարածք։ Ինքը ոնց որ լողավազան էլի, էլի տեսքը ջրամեկուսացում ահագին դժվար գործ է։ Որոշել են ռիսկի չդիմեն երևի։ Չնայած այս բանը, ոնց էինք ասում, Էստոնիա կաֆեն, որ հիմա Սասնա, դրա վերևը տենց կար քո ասած էլի։ Դե մտածել են հենա, ընդեղ կա էլ ստե ինչ անենք։ Հիշում ես ա։ Հա, երկի հիշում եմ։ Շատ հաճախ էին գնում այդտեղ Էստոնիա էր, հետո սկսեցին ակվարիում ասել, Հա, մենք որտեվ ակվարիում էինք ասում։ լրիվ բան էր, ապակե պատ էր։ Դե ու հետո էս Տարածքը մաքրված է, բայց այդ կապույտ գույնի կտուրը արմ էլի քթանք միած ցեխու գեղտ։ Էս ինչ է։ Եղանակի։ Էս ինչ է անայդս։ Դե կտուրա։ Կտուրա, բայց ինչ կտուրա, չես ասում։ Բայց սենց բան կար։ Գիտես ինչ է, իջացրած է։ Որտեվ այնտեղ տեղ չկա շարժվելու։ Այդ բաները Կտուրը իջացրել են։ հենարանները ուր են, սյուները։ Գիտեմ։ Հələ սպասի ես մի հատ այդով անցնում։ Որտեղով։ Այդ մեջով, հա։ Դու գնա այնտեղ կհանդիպենք են աստիճանի մոտ։ Հա, հես աստեղ էլ է այդ նույն ոճը։ Հա, այս փլվել է, ճիշտ ես ասում։ Շատ զգուշ կրնամ։ Այնքան զգուշ, որ չեմ մտնի։ Մեկ էլ տեսար գլխիս ընկավ։ Կարող է եւ։ Մի օր էլ ես կընկնի, հա։ Վատ չի լինի, վերացվի։ Հələ որ ինքնավերացումով է զբաղված։ Չեն ուզում, մինչև վերջ հավաքեն, հելա հույս ունեն։ Այս լավ թեթև բան էր էլ էդ ակվարիումը, չէ։ Դե, Այս սասը լավ դերին դե բայց տեղը։ լավ թանուտը։ Թանգա, բայց լավն է։ Ինչո՞վ է լավ է։ Մամին ինչը լավն է։ Մենակ թխվածք ես առնում։ Լավ էլի, անեիդ բաներ մի հնարի։ Բան չկա այնտեղ առնեմ։ Ինչ լավ է։ Մի օր հատուկ գտնեմ կառնեմ քեզ համար հին բան։ Մի անգամ ես պակլավա եմ առել նոր տարուն հին էր, ճիշտ է։ Մի տարի։ Կնիգի, գրքեր, բուքս, արկ, վաճառք, փոխանակում, 50 մետր։ Գետին, ինչ վիճակ է, աստվածի։ Ինչ սիրուն լավ այգի էր էստեղ։ Դե Ծառերի տակ էս նստարանը, բանը, զիգզագաբրազն։ դավանայդ ուզում ես լացելնեմ, թող գնանք։ Շոքին նստում էի հով էստեղ, այդ ծառերի տակ։ Իսկ հիմա բան չմնաց։ Հա։ Օգոստոսին ստեղ ձուն էր գալի մեկ էլ, չէ, շատ էկզոտիկ հետաքրքիր տեղ էր։ Այս սկզբից այս շենքերը կառուցեցին։ Այդ ակվարիումը, որ Էս Սասնա վերացավ, էլ է։
Մոդեռն սա կոչվում էր։ Էս սասը չի։ Չէ։ Այս սասի տեղը, այս շենքերը սարքեցի, որ վաճառողները այստեղ աշխատեն, էլի, հագուստի։ Բայց հիմա չգիտեմ, հագուստը ինչա։ Որը անեք, ինչի մասին ես ասում։ Այսա եւ նա։ Հա։ Բայց սա սասը հետ ինչ կապ ունի։ Սա սասի հետ կապ չունի։ Սասը վերցրեց ակվարիումը, այս շենքերը կառուցեցին, որ յարմարկայի աշխատողները այստեղ աշխատեն։ Ախնդեղ հա, այն վաղ յարմարկա էր, ճիշտ ես։ Ջղայնացար անայ ջան։ Մաչետե ինչ է, գիտես։ Հա, գիտեմ։ Ինչ է դե ասա։ Սենց բանը։ Ինչ է։ Ինժալ։ Այն բանը Շաքարի այն բաներն էին կտրում, չէ՞։ Կուբայում մաչետեով այդ գիտեմ մենակ։ Ստեղ բան էր։ Վերացավ։ Ինչ։ 36 Այս դեղատուներ վերացավ մոդեռն։ Չէ, այս ինչա գրած։ Հա, այս մոդեռն էր, հանել են տարերը։ Տակը մնացել է։ Ահա։ Հələ Իգերն էլ Չիրինգարյան գրում էր ինչի Ռոզնովի տուֆով չեն երեսապատում։ Այսինքն էժան-մեժան զիբիլներով սարքում են, հետո էլ են ասախ ժանգոտվել է, եսիմ ինչ ա եղել։ Թանկ է Իգեր ջան, փող չեն ուզում դնեն։ Արդիկ տուֆը բոլ է Հայաստանում։ Հենց արդիկում։ Այդ ասեցիր են շենքը հիշեցի կինո Մոսկվայի հետևը։ Ինչ շենք։ Որ Զաբորը, որտեղ Շարլի ֆոտոներն էին կախած։ Այդ ինչ շենք։ Հա, այդ բանը կինո Մոսկվայի ու նկարիչների տան մեջտեղը։ Այո։ Հա։ Դետեղ։ Այդտեղ ուրեմն ինչ որ սփյուռքա հայ է կառուցել այդ շենքը հետևի Զաբորը, որը ամենասկզբից արդեն ավարիներ։ Ավարիներ, ինչ էր, երևի մի բան սխալ էին սարքել։ Սխալ էր սարքած։ Կանգնացրեցին, ես մի անգամ Լևոնին հարցրեցի Վարդանյան, ասեցի այդտեղ ինչի՞ մի հատ լավ այգի չեք խփում։ Ասեց Արմեն, դա սեփականություն է, մենք չենք կարա դա վերցնենք։ Բարսկահայեր թե կարողա թուրքահայել լիներ, չեմ կարա ասեմ հաստատ։ Մի խոսքով իր սեփականությունն է, ինչով է ավարտվելու չգիտեմ։ Որտեղ վաճառելուց ոչ մի պայման չեն դնում։ Վաճառում էին, վռած փողերը սաղ վեր էին կալում, քաշվում էին գրախ։ Թե հետո ինչ կլինի ոչ մեկին հետաքրքիր չէր։ Հենց պայմաններով են երևի վաճառել, որ հիմա ձեռներից վերցնել չի լինի։ Դե լավ, արի ես բանկամատից դու գործը տարա, փողերս չէ հանելու ինչ-որ։ Տես Վայլբերից սա հաս։ Վայլբերից, այո։ Հա, ստեղ էլ է եղել։ Բայց վերջի տարի ինչ տարա Վայլբերի, չէ։ Զե, Վայլբերից։ Ես էլ Նանսենը։ Գոնե 10 եղավ ես, գետնի վրա տրավերցին չդնեն Հայաստանում, էլի։ Հա, Սաղ փչանում է։ Գետնի վրա էլ են այն պոստամենտն էլ, ես ինչ։ Հա։ Բորբոսն էլ է, նայ։ Հա, գնում են հրոմ, տենում են լիքը բաներ կա տրավերցինով, Սուրբ Պետրոսից սկսած, ասում են լավ է, էլի մենք էլ անենք։ Էլ եղանակի տարբերությունը հաշվի չեն առնում բոլորովին։ Դե դու փողը հանի, ես նկարեմ մի հատ կոդը բանը սաղ ցույց տանք։ Մերոնք են էլի։ Անայդ մինչև հիմա փող հանելը չես կարում։ Գնանք տենանք ստեղից ուր են գնում ժողովուրդը։ Այսինքն ստեղից երևում է։
Հրազդան Քաղցի Երևան Հրազդան է գնում Ես ինչ է գրած Ժամը գնանք կանգառներ Մազետե Մաչետե Դեպղա փոխվել է Մեկ խաչմերուկ վերև 48 Ինչ լավ է գրեցին այ մարդում Ինձ թվում է սարն են քանդելու դրա համար կամաց վերանում են Հա Ինձ տենց է թվում բայց ինչը պետք է այս այգին բարելավեին Երևի սրան քանելու են Կարող է, ես էլ է ինչ-որ Սա էլ է դատարկ Հա Են ապցեկան էլ չկար Են կողմը Լավ Տենանք, ես լավ կլնի, սենց այգին կբացվի էլի Բայց բացվի ինչ են, կապույտ բաների վրա տեսարան բացվի Կապույտն է կհանին Հələ տենանք, որ բացվի քանդեն ինչ տեսարանա Բացվում մեզ Հա, գեղեցիկ է Կապույտ կտուրներ Իսկ կապիելը ոնց է կաթում է Կապիել Հայերեն կաթլիկա Օծիպիլ Կաթլիկա հենց նրանց հնարեցի հայեր, ուրիշ տեղ չասեք Խայտ տարրա կլնենք Ուրիշ բան չհիշեցիր, որ մոռացել ես առնես։ Վերևի հարկում բան ունի առնելու, ուղղակի շտապում էին։ Գնա առ ես գնամ կանգառ հետ գամ։ Ոչինչ, վրաս չի, ինձ մտնելու բանում։ Հա։ Ուսանողի пошли։ Ահա։ Սենց իրար զիջելով Ես Վերոնան հա ինչ-որ մի բան գրում են, մի բան անում են։ Եվ աճարվում է, արդեն ինչքան ժամանակ է այսպես գրած է։ Հեսա ամենը ճիշտը քանդելն է երևի։ Դե երևի էլի են ուսում վաճառը, որ չեն կարա քանդեն։ Հա, երկը։ Դե չեք սաղ կմաքրեին։ Ուսանողներն էլ մեծ հոսքով կգային դեպի կանգառ։ Ստեղ հայկական չէ կոշիկները։ Հա, Արմենը։ Արմենը։ Էս չի ընկը Այո։ սիրած։ Բայց ոնց է։ Մի օր մտնեմ։ Չես մտնում, էդ ինչ է պատահել։ Որտեղ բան ունեմ, դե վերցնելու։ Այ պրեզենտացիան, որ նկարել էինք, իրանցն էր։ Որ փողոցի վրա էր։ Կողբացի։ Այո։ Մետրոն երևաց։ Հա։ Արմենը։ Դա դիմացը։ Կարգին լավ բաց հրապարակ կստա։ Հա, ինչ անդուր է, չէ, նայում ես։ Լավ բաց տարածք կդառնա։ Հա։ Ստեղ էլ ես մի հատ լավ սրճարան կդնեի։ Կբացեի։ Կդնեի։
Դնելը լավ է։ Անայդ, ես կուրտկով շոքում եմ։ Ինչ? Ես կուրտկայով շոքում եմ։ Այն ժիլետը թանի վերջապես։ Ժիլետը սուր հանեմ ջեբերը լիքը բանա։ Ոցոր կեզ ասեն պայուսակը թող տանը։ Ազիվ ես կուրտկան հակար իմ այլ շոքում։ Ես հայ ժողովուրդ ինչ-որ սև ամի ձևի չէ, սկսել հակնվել։ Սև շատ եմ սիրում։ Սկզբից են վրացիների վրա էին զարմանում, որ բոլորը սևով են, հիմա հայերն են։ Բայց ես ինչ-որ նոր եմ նկատում սենց բան։ Չի, ես քանի տարի։ Ջահելները, հետեսորդներ բոլորը սև են։ Սիրելու։ Բայց քե վերեցիր ինձ ստեղանայք։ Արի մի քիչ բարձանանք գոնե։ Արդեն շուտվանից գիտես են առաջվա կախված մարդիկ էին ելնում բան, դες բան չեմ տեսել։ Բայց հիմա էլ տես լծվեցին։ Դες ինչ են, հա ինչ, նորմալ է։ Դա պիկ ժամը այդքան էլ չլծվեին։ Մի խոսքով տրանսպորտը միտեղ գերի մոտդ լավ է։ Նշի։ Նշի։ Ենքինն էլ կորավ ու կորավ, հա։ Շատ սրոյելի։ Ինչ է եղել։ Ամեն անգամ անցնում եմ ու մտածում եմ ինչ եղավ։ Խիղճ տանջված տեսքով։ Ես ինչ է գրած։ Տիտերնիկ։ Ախ, թիթեռնիկ, հա։ Յավիթը նկարել է այս աղջկան։ Թիթեռնիկին։ Իրա բան, տերն է։ Այդ ինչ է, ստեղ ինչ է այս խանութում։ Ինչ կա այդ խանութում։ Բրոշկիկ են, ես եմ սարսել դիքաները։ Հա, Զարդել։ այդ է թիթեռնիկը։ Տարադրամ են փոխանակում։ Այս բակը չեմ հիշում։ Հա, բա ինչ են կարել, այս կոմ էլ են գնացենք, են կոմ գնում ես են զիգզագ չէ, ժովքի հետևն ես։ Ընդեղ էլ Դերենիկ Դեմիրճյանի թանգարանը են մեջտեղի շենքում։ Այստեղից գալիս, ընդեղից գնում։ Թարսեր ես երաշտության մոտ կանգնեցինք։ Աբովյան։ Լավ, ստես աղբարզա։ Գնացինք անայդ։ Ուր, հետ, Հա, հետ գնացինք։ հա, մետրոյի մոտ չես ուզում։ Չեմ ուզում։ Դե այդ վաղտ նստենք մեքենա ու յալլա։ Գրավատուն, հա, երկրորդ հարգում, հա։ Բայց այս գրավատունները աշխատում են, որ հիմա ցանկացած բանկ ոսկի են տալի, վարկ են վեկալում էլի ժողովուրդը։ Կարող է աստեղ մի քիչ ավելի փոխոսները բարձր։ Հասկացում եմ, Բանկերում սովորաբար գները ուրիշ են։ չնկատեցին։ Ես աշկով տվեցի, այն մոտ, գնա։
Երաժշտությունը։ Գեղեցկության սրահ։ Ինչ-որ ֆիքս տուլ է։ Համարձակատու է։ Հա, համարձակը։ Գույներն են անսովոր։ Ոնց անսովոր է, կատուների ամենաընդունված գույներն է։ Մեջ կնային նա։ Օրանժ, եսին։ Չգիտեմ, մեր հայապում կար սենց կատու։ Փոքր վախտմանից տեսել եմ։ Այս է, տնիկա։ Այստեղ է ապրում։ Լավ էր։ Կատուն, Հա։ Հարմար տեղ է, չէ՞։ հա։ Տանդ մեջ նստում, սպասում ես մինչև ավտոբուսդ գա։ Հələ տեսել ոնց լցվեցին։ Բա։ Նայ ոնց են կախվել։ Հա։ Չի փակի, չի գնա, մինչև դռները չփակի, չի գնա։ Որինքով չպետք է այդպես։ Մեջտեղը ազատ է։ Մի կերպ խցկվեցին, փակեց դռները։ Հետո գործը, որ այդքան էլ անում են։ Հա, բայց մեջտեղը տեսար ազատ էր ահագին։ Ինչտեղը իմիջիայլով շատ նեղ է այդ պրապովը։ Հա։ Հա, այն աստիճանով բարձրանում ես ու այնտեղ նեղ է շատ։ Mobile house։ Սաղ քաղաքը այդ mobile house-ներն է, այս մեկը պայման էր ստեղելներ։ Այս գետնի տակ մտնում ես մի վագոն Սա շատ վաղուց է։ mobile house-ներ են։ Դե Դե առաջիններից է։ Հարգիշտին է դերը։ Mobile house-ը կառուցեցի։ Վերջում եկան ասի չեմ եկա չինել եք անցնելու։ Արի, սաղ կանգնել են։ Չէ, կանաչ տվեց, սպասի։ Գնացինք Աբովյանով։ Հա, կարելի է թեքվել։ Հա, երկը կարելի էր։ Անետ։ Ես հիշում եմ, որ մեն ուղիղ էր կարելի։ Դու դեպք հիշում ես, որ ես խախտում անեմ, ընդհանրապես։ Տենց բան եղել է պատմության մեջ։ Գնացինք։ Բայց ուր գնացինք, չգիտենք։ Չգիտեմ որ մինչև մի 7 մետրանոց տեղ չբացեն, չեմ կանգնի։ Սենց գնում եմ։ Այստեղ թող չբացեն, էլի, Ոչ խնդրում մի եմ։ խցկվել։ Պետք չի։ Չես ուզում ստեղ։ Չէ, չեմ ուզում։ Ընտիր խանութները, Բոլորով Աբովյան են։ փողոցի։ Հեսա 7-ը չէ, 17 էր, բայց չեմ Աշխարհով մեկ հայտնի է այս փողոցի իր խանութներով։ Հատուկ գալիս եմ Աբովյանի խանութները։ Են Փարիզում կարող են փողոցի անունը հիշես, այդ մի հատ կար է սաղ են, Armani, Dior, բան սաղը տեղ են։ Չէ, երկու փողոցերը տենց հայտնի, մեկը նենց բարձր ստալինյան շենքեր էին, իսկ մյուսն էլ ընդհակառակը ցածր բանի Honoré de Balzac, չէ, ինչ որ այդ կողմերը, չէ։ Saint Honoré բան, Հա, չէ, այ չէ, մեկը։ ես դրա Այդ հետ չեմ։ երկուսն էլ դու են մեկն ես ասում, հա։ Են իդես ինչ որ մոտարապես այդտեղ միտեղ են Արկադուստրը ավարը էր տվել այդ կողմերը։ Լավ, ջրեցինք։
Հասանք Սայաթնովայի հետ անկյուն։ Ոստիկանները որոշել են լուրջ զբաղվեն երթևեկության հարցով։ Երևի նկատել են, որ ոչ մեկ ուշադրություն չի դարձնում լույսերին, կանգնել են հիշացնեն, որ կարմիրի տակ կանգնել է պետք, կանանչի տակ գնալ։ Աբովյանից թեքվենք Թումանյան, Թումանյանցիներին ված թողնենք ու սլանանք Թումանյան փողոց։ Ասել Տերյանի հետ խաչմերուկ, ստեղ էլ ինչ-որ խցանում դասավորվեց։ Այդ տենում ես, ոստիկան չկա խցանում եղավ։ Իսկ դու ասում ես ոստիկանները պետք չեն։ Այս Տերյանը вообще շատ մոխանոտ փողոց է։ Մոխանոտ։ Միշտ էլ այսենց այս տեղին վերևները ոնց որ Մեր լույսը աղիքի տվեց։ մեջ մտնես ոչ թե։ Բայց ինչ, որ մեր լույսը տվեց, ում պետք։ Բարձավ մեր կանաչ լույսը Անահիտ ջան։ Հիմա մնում է նրանք մի քիչ նամուսով անցնեն։ Թե չէ էլի կգան մեջտեղը կկանգնեն։ Հիմա մենք չենք գնացել, ոչ մեկին չենք խանգարում։ Կարան իրանք էլ մի քիչ մարդավարի անցնում։ Նա ինչ է դասավորվում։ Всё գնացել հերիկա համեստություն ստեղնել։ Բրծեք, վերջացրեք, գնացինք։ Կանկա քշում է։ Չէ։ Այս պլյուսավոր ինչ կանքի։ Չմուշկ։ Ասել հյուսիսայինից գնում են օպերա լսելու ժողովուրդը։ Այն մասն էլ օպերան արդեն լսել է գնում է հյուսիսային մանգա։ Պաղպաղակ ուտի, ոնց էր կոչվում են պաղպաղակի տեղը, սորիզո։ Գնացինք Կողբացի դեպի ձախ չենք մտնում։ Համարը հասել ենք Մաշտոց պողոտը։ Երրորդ կարմիր լույսն ենք դիմավորում, տնանք ինչ կլինի։ Օկվանք։ Ինչ լավ բաց եղավ այս անգամ, չէ՞։ Երբ չորրորդ անգամ։ Հա։ Այստեղ է, աչի վրա Մխիթար Սեբաստացի հրապարակ։ Չէ, ստեղ չեմ։ Չէ կմտնի իրարն է։ Չի մտնի։ Լավ ազատ էր առն։ Ոչ մի լավ բան չկար։ Թումանյան, Թումանյանի թանգարան ու թեքվենք Մոսկովյան։ Ստեղ դեպի աջ հիշում եք Մոսկովյան է կոչվում, դեպի ձախ Սարյան։ Սարյան է կոչվում։ Լիանձրև սկսվեց մի թեթեր։ Լույսերը չեն միացնում քաղաքի, մտանք Մոսկովյան ու մի անգամից նշանա, որ կանգառը արգելվում է։ Բայց կանգնել են սա։ Ինչ ասեմ։ Ընդ որում երկու անգամ է նշանը, այն մեկն է դրածա, որ նշանից առաջ չի կարելի կանգնել, այն մեկը դրածա նշանից հետո չի կարելի կանգնել։ Դե լավ, մեկատեղ չկա ստեղ։ Լիսալիկները։ Հա? Այո։ Սալիկա պատում են, հա? Մենք ստեղ աշկից չկանգնեցինք Անահիտ ոչ միտեղ։ Հա, ճիշտ ես։ Սպինձերան, չէ՞։ Թեքվեցինք Սպինձերան։
Գնանք ստեղ երկու կողմն էլ կարելի է կանգնել։ Մեկ էլ տեսար էլի։ Լավ ես անջատեմ կենտրոնանամ։ Սպինձերան էլ տեղ չտվեցին։ Եկանք էլի որ ասեցի Մխիթար Սեբաստացու հրապարակ։ Հրապարակ, հա։ Այո, փոքրիկ հրապարակ։ Ոնց որ կթան այդ։ Արջևում ուրեմն ես կտրողը Թումանյան փողոցն է, շարունակությունը Փարպեցի փողոցն է։ այո։ Ստեղ սենց շենք է, այս շենքի բակում նկարել են Բակը, մեր բակը, Զարանել մահացավ, Զարանովը։ դերասանուհին, Հա, վարող, телеведущая, в общем, մահացավ ես վերջերս։ այս ռեստորանն էլ փոխվեց, հիշում եք, ճաշակ էր կոչվում, ճաշակ Թուրքիայից հայեր, մեր հայրենակիցը, Արա Գուլերի նկարները, ընկերներ իրա, լուսանկարիչ Արա Գյուլեր, հա, Գյուլեր, ընդեղ էլ երրորդ հարգում իմ որա քույր էր ապրում, շաբաթը մեկ անպայման գալիս էինք իրանց տուն լողանալու։ Պատկերացնում ես, շաբաթը մեկ ուժս։ Հիմա մեր Արմենն է բանակում շաբաթը մեկ է լողանում։ Սարսափի մեջ ենք։ Մեծ տարապանքն է, որ ընդամենը շաբաթի խեղճ երեխեն ամեն նոր որ կար երկու անգամ էր լողանում։ Հիմա շաբաթը մեկ պետք է լողանա։ Այնտեղ ինչ-որ երաժշտություն է լսվում, արի շատ չգնանք։ Այսօր եկել հասել ենք միակնթարթ մեր բակը մտնենք։ Այս փողոցը Սպինդիարյան փողոց է։ Սպինդիարյանը Պեաձև փողոց է, հեսա կգնանք մնացած ձևերը։ Ռուսերեն պե էլի։ Ասել ընկերս աստեղ ապրել, հիմա տղան ապրում։ Մեր Դավիթը այնքան ենք ստեղ գալի։ Հիշում ես Դավիթը, ստեղ իր ասենյակի դռանը ամերիկյան դրոշներ կպցրը։ Չէ, ես այդքան չեմ եկել, որ հիշեմ։ Խեղճ Դավիթի պապան ոնց էր վախենում, որ տղան սենց բաներ է անում, արարքներ է թույլ տալի։ Պալկովնիկ, ես թե պատպալկովնիկ։ Հայկ Ջաջան։ Շատ լավ մարդ էր։ Հա։ Ես էլ են շենքն է, որ կողքով մի քիչ առաջ անցանք Մոսկովյանի վրա։ Մոսկվա պլազա էինք ասում, տենց էլ չդարավ այդ Մոսկվա պլազան, անունը մնաց։ Դու սպասի, ես ընդ մի քիչ ցեխոտ է այդ հայտնի զրուցարանը ցույց տամ։ Մեզ աստեղ էին հավաքվում։ Ունեք ինչ լավ տեղադրած, հենց բակի մեջտեղը։ Այո։ Ասենց հայր։ Ստեղ արդեն չեմ հիշում ֆիլմում ով էր ստեղ ապրում, ստեղից դուրս գալի, այնտեղ մտնում։ Իմիջիալից մի երկու անգամ որ շատ նեղն էինք ընկնում, ես կանգնելու հարցում։ Զանգ ենք տալի Դավիթի տղային, վերևից շլամբավոյը բացում էր, մտնում էինք ստեղ միշտ տեղելում ամի հատ գոն է։ Ինչ է։ Հա, են գինի տոնի վաղ, ճիշտ է։ Հա, Սարյանի վրա որ Մոսկովյանի Սարյան։ Անե ջան, դու տեղից կարող է չլսվես։ Չէ, այստեղ
Կարող է եւ լսվի։ Այն կողմն էլ որ գնաք Բրյուսով ինստիտուտի բակն է։ Այդտեղ եղել ենք, Բաքում էլ ենք եղել։ Կարող է հիշես, այդտեղ մի հատ արձան կար չինացու դրած, չես հիշում, Բրյուսովի բակում։ Արձանը հիշում եմ, բայց ում էր դրած չեմ հիշում։ Այ զարմանալի է, ես էլ չեմ հիշում։ Ահագին ծանոթ չինացիներ ունեմ, բայց այդ մեկի անունը մոռացել եմ։ Բայց շատ վատ վիճակում է բակը, նայ։ Ինչ լսակետից։ Ցեղ, բան։ Ինչ կարամ է վարդ սարած տնի, հելա նայ։ Կեսը հող, կեսը ցեղ, կեսը ասֆալտ։ Չէ, այս բանը Հարթ չի էլի։ աղեն լավ բոլ լցրել երևում է։ Այդ աղն է կուտակվեր ստեղ այնտեղ։ Հա։ Գնացինք։ Այստեղ էր Դավիթը ինձ պատմում մի վաղ գրած էր։ Անուշ դուրը մեկը գրել էր, հետո տակը այդ ջնջել էր, ինձ թվում է Անուշը, ու տեղը գրել էր ումնա ի խիտրա։ Անուշ ումնա ի խիտրա դուսեր եկեմ։ Այսօր Սպինջերանը, հələ գնանք դեպի Կազիրոկ։ Հա? Իմիջայլոց, երեք մի հատ հոյակապ ֆիլմ նայեցի, Վենեցիայի Սուրբ Լազար կղզու մասին, ինչ մեծ գործ է արել այդ Սեբաստացին, այդ ֆանտաստիկ, սենց որը սկսում է պատմել իր խնդիրները, ինչ էր որոշել անել, էլի։ Մտածում ես, այ մրտ, այս մարդը ինչ ֆանտազիոր է, այդքան գործ ոնց կարելի է անել, էլի։ Ես գիտեմ, որ այդ կղզին ստեղծել են իրանք։ Չէ, Աղբից, չէ, սպասի, երեք եմ նայել անայդ, հիմա դու ինձ պետք է Բայց առ մեզ այդպես պատմեց են մարդը։ Չէ, այդ մարդը ուրիշ բան պատմեց, սկզբից կղզին շատ փոքր էր, բայց այդ Սեբաստացին Վենետիկի, այս ֆիլմում իմիջայլոց դրա մասին խոսք չկար։ Սեբաստացին դիմեց Վենետիկի իշխանությանը, դե աղ թափելը միշտ էլ պրոբլեմ է եղել ուր թափեն, էլի։ Ասել է բերեք մեր կղզին թափեք, պատկերացնում ես։ Դե մեզ որ պատմեցին, ստեղ չկար, որ ես հաստատ հիշեմ, բայց կարծեմ այնքան լցրեցին, հիմա ասենք 2 անգամ, թե 3 անգամ մեծ է կղզին, քանց թե կար իրականում, էլի։ Բայց հիմքը աղբն է, հա։ Չէ, հիմքը կղզի է, փոքր կղզի էր, աղբ են լցրել, սրանք էլ աղբը եսիմ ինչ են արել, տրամբովկա են արել, ինչ են արել, վերամշակել են, սարքել են։ Արի մեջտեղով գնանք Արի մեջտեղով մեքենաներ են գնում, Արմին ջան։ Այնքան քիչ են գնում։ Արի մեջտեղով գնում։ Բայց քիչ են գնում։ Ու ինչ, որ քիչ էլ գնում են, չէ։ Հենա, նայ։ Այս բակում եղել ենք։ Այս նկարը ինչ էր, ով էր չեմ հիշում։ Ուրեմն, մեկ էլ գիտես ինչն էր այդ ֆիլմում շատ հետաքրքիր։ Ուրեմն, Նապոլեոնը, որ մտել էր Իտալիա, անխիղճ սաղ ավերում էր։ Ասում է, այդ եկեղեցի բան вообще չէր սիրում ինքը։ Այդ եկեղեցին էր սաղ ինչ-որ կազարմա, մազարմա, ես իմ սենց բաներ էր անում։ Մի խոսքով այդ աստվածապաշտություն, բանտես բաներ չէր ընդունում ինքը։ Դե Միլանի այդ բանն էլ չի։ Տայնևիչերը, ընդեղ էլ, բայց ընդեղ արդեն պատերազմի վաղտեր, չի, Կանյուշնյաններ։ Այդ չեմ հիշում, Հա, եպես։ հա։ Կարող է էլի Նկարի ներքևի մասը լրի ոչնչացել է։ Կարող է էլի այդ Նապոլեոնի բաներն ա եղել։ Ամեն պատերազմի։ Կարող է եւ այո, ճիշտ է։ Մի խոսքով, ուրեմն այդ Սուրբ Ղազարի շեֆը, հայը, արդեն կարծեմ Սեբաստացին չէր, թե ինքն էր, չեմ հիշում այդ մասը,
Ուրեմն ասում եմ մի հատ շատ տաղանդավոր բան է անում։ Որպես դիպլոմատ ոնց է հայերեն։ Չեմ հիշում։ Դիպլոմատ եսել մոռացա։ Դիպլոմատ հայերեն ոնց է կարող է իշեք։ Не понимаю по-армянски. Не понимаете. Ֆեստատուր։ Տեսարան այդ անհաջող հարցրեցին։ Դու միշտ տենց գտնում ես մեկի։ Ինչ ես տես բաներ ասում, ան այդ ինքնագնահատականը սիչացնում ես։ Դիպլոմատ հայրենիք է։ Դեսպան, չէ։ Չէ։ Իվայկը լոսում։ Դժվար խոսք դուրս եկավ, չէ։ Ես աղջիկը կհիշի։ Այդ Google թարգմանիչը տուպոյի մեկն է։ Լավ, ես դանդաղ շարժվեմ։ French, ինչ։ Tacos։ French tacos ինչ է տնաս։ French tacos։ Այդ չգիտեմ։ Եկեք մտնեմ մի րոպե հարցնեմ մինչև Անահիտը։ Դիվանագետ։ Բարև ձեզ։ French tacos ինչ է նշանակում։ French։ Մոտավորապես հասկացա։ Այդ ուտեսի անունն է, թե։ Արագ սնունդ։ Ուզում եմ իմանալ French tacos ինչ է նշանակում։ Ֆրանսիական արագ սնունդ է։ Ինչպես։ Ֆրանսիական արագ սնունդ է։ Արագ սնունդը տենց է կոչվում, Ֆրանսիայում։ Թե ուղղակի սնունդի տարատեսակ է, երևի։ Կոչվում է տակոս։ Հայաստանում որ բացվել է, Ֆրանսիայից է եկել այստեղ, դրամա ֆրանսիական տակոս։ Իսկ ինչ է այդ տակոսը պարունակում։ Կարտոֆիլ, չեմ ինչ։ Կարտոֆիլ ֆրի է, միս, պանային սոուս, այդ տակոսի գաղափարն է պանային սոուսը։ Հեղավ, շնորհակալություն շատ։ Ինչ։ Երկրորդական սոուս։ Երկրորդական սոուս։ Շնորհակալություն։ Մոտավորապես այս տղան է ուտում, ոնց էր։ Երևի է։ Նա գրեց։ French tacos-ն էլ իմացանք ինչ է։ Անահիտ ինչ չեմ ասի, թող չիմանա։ Դա դու չիմացար French tacos-ը որն է։ Ֆիլմից իմանամ։ Վայ ճիշտ է ֆիլմից, ես էլ ասեցի Անահիտին չեմ ասի։ Պաստորեն ֆիլմից կարաս իմանես։ Ուրեմն ասում է ֆանտաստիկ դիվանագիտական քայլ արեց, ուղղակի հանճարեղ, այս դիկտորը ինչ-որ ոգևորվել էր, մի հատ ռուսեր։ Հանճարեղ քայլ էր։ Ուրեմն ինչ է անում։ Նապոլեոնին ուղերձ է ուղարկում, որ Նապոլեոն ջան, սա եկեղեցի չի, սա գիտական հիմնարկություն է, սա ակադեմիա է, ստեղ հարուստ գրադարան է, ստեղ չտեսնված տպարան է, եւ այլն, այս Նապոլեոնը ասում է, առը, ու ասում է, վսյո, դրան ձեր չտակ, այդեղ հայերին թողեք, իրանց գործը շարունակեն, հայերի գործը շատ հավանեց Նապոլեոնը ու ընդհանրապես ինչ գանձեր են, դետ արդեն մենք ընդեղ իմացանք տեղում, որ Բայրոնն է եկել, հիացած։ Բայրոնն ընդեղ ապրել է, ոչ թե եկել։ Ապրել է, ոնց։ Ինչքան ապրել, իհարկե չեմ հիշում, մի տարի թե երկու տարի, ընդեղ համատեղ բառարան է գրել հայ անգլերեն, հայերենը սովորել է լրիվ,
հիացած հայերենով դե այդ բոլորը Դե գիտեք։ ասեց, դա աստվածների լեզույն է։ Այո, ասեց այդ աստվածների լեզուն է։ Աստվածները հաստատ այդ լեզվով են խոսացել։ Դե որ Բայրոնը համոզված է մենք ով ենք, որ կասկածենք, չէ՞ ժողովուրդ։ Լեզվի մասնագետ մարդ։ Ես էլ Սպինձարյան փողոցը։ Հիշում ես, չէ՞, մումիա էլ կար մի հատ։ Այո, հենց այդ սենյակում Բայրոնի, որտեղ Բայրոնն էր ապրում։ Գիտես ոնց էր, այդ հոգևորները աշխարհով մեկ ման էին գալին ու տենց բաներ որ գտնում էին, առնում էին ու բերում էին այդտեղ էլի։ Դե առնում էին, որտեղ բարեգործներ կային, գումարներ էին դնում ահագին։ Մի խոսքով ասեց մինչև այսօր դա ֆանտաստիկ լուրջ գրականության, արվեստի եւ այլն կենտրոնն է։ Հետո ինչքան հայերեն գրքեր են տպագրել։ Էլ Учебник ոնց է անայդ։ Դասագիր։ Հա, դասագրքեր հայոց լեզվի։ Քերականության վերաբերյալ գրքեր, մի խոսքով շատ ուժեղ մշակույթի կենտրոն Սուրբ Ղազարում։ Իսկ նորություն է։ Բայց ինքը Այստեղ կաֆե էր, Բուրատինո։ Թուրքիայից է փախել Սևաստացին, որտեղ ընդ պայմանները ինչ որ արդեն շատ ճնշում էին։ Դե ցեղասպանությունը շատ շուտ 1700-ական երևի, հա։ Սերևի։ Սեր եւ վան։ Սեր Եվան, Եվանն էլ Երևանն է երևի։ Կարծում եմ։ Ուրեմն հայկական պրոդուկցիա է։ Հա։ Ես հացրու։ Ներեցեք, ես հայկական արտադրանքի շորեր են։ Ինչպես։ Մեծամասամբ, շնորհակալություն։ Մեծամասամբ, այո։ Քիչ դուր է հետաքրքիր։ Հա։ Ախր աղջիկը վախեցավ, հա, դուրը։ Լավ, գնանք թող դուրս գա։ Ամեն ինչ է բարի։ Երևի հայտագործ է ապրում։ Այդտեղ։ Հա, լավ ենք, հա, մայթը ընտրյանայիթ, հələ ընդեղ ինչքան են։ Հա, այնտեղ չենք գնա, որտեղ այդ սաղ ագրավներ են։ Հələ քանակը նայի։ Ագրավնոց։ Տեսել են տղեկով որ գալիս ենք։ Ոնց է կոչվում։ Հա, ֆուրշետ։ Ինքդ վեր ես կալում, ոնց որ ճաշարաններում էր մի վաղ, չէ։ Ֆուրշետ։ Այ մինչև այստեղ հասնենք ու գնանք հետ արդեն։ Տենց ես որոշ։ Այո, արդեն ուշ է, ուտելու ժամ է եւ այլն։ Եվ շատ ես նկարել արդեն։ Լավ, ոնց ասես, մեկ էլ ստեղ էին գալի մի մոմենտ։ Կովկասկայ կուխնա, հա։ Այստեղ լամաջո է գրած, բայց մենք խնկալի ենք ուտում։ Հա, հեսա գրած է։ Лучший хинкали Еревана с 1995 года. 95 թվին կար, հա, արդեն։ Հա, էլի սովետից հետո ընդել գրած է Կովկասկայ կուխնա։ Լավ տեղ ամի խոսքով, ոնց է կոչվում։ Բարի արագիլ։ Հա, այստեղ արագիլ կաֆեն էր ժամանակին։ Հետո Բուրատինո դարավ։ Այն կողմը։
բայց այդտեղ բան էր։ Կուլինարիա էլ կար, չէ՞ ստեղ։ Գաստրոնոմ էր փոքր ույուտ նվի այդտեղ։ Դե տարբեր ժամանակներ տարբեր բաներ ա եղել։ Կարող է կուլինարնի բաժին էլ ուներ, չգիտեմ, ես ստեից առաջ անգամ այդտեղ եղան սիգարաները, Կուբինսկի ստեղից առա։ Այնտեղ տղամարդիկ են կանգնած, լիքը ագրավներ վերևը, դրա համար այնտեղ չեն գնա։ Ու Անահիտի ասած, հենց իջնենք ու ավարտենք։ Դե էլ նույնը կրկնելու են, կարի հրաժեշտ տան։ Արի։ Իմիջալոց Անահիտ, այդ խանութից խոսացինք, այդ փոքր գաստրոնոմից։ Այո։ Երեք Սայաթովը գնացինք ու ոնց է ես լրիվ մոռացել։ Մերոնցից մեկը կոմենտներում գրել էր վալյուտնի խանութ։ Ոնց էինք մոռացել, այ մարդը երկար վալյուտնի անի դիմաց է։ Անունն էլ դա կոմիսիոն էր, ոչ թե վալյուտնի խանութ էր։ Ես կոմիսիոն եմ հիշում ոսկեղենի ու ես այդտեղից ապրանք եմ առել։ լավ է սարը, հետո փոխել են վալյուտնի ադարել, անունն էլ Ծիծեռնակ։ Այդ չեմ հիշում արդեն։ Ես այդ այնքան հաստատ եմ հիշում, որ դու ճիշտ ես ասում, մի քիչ ուշ եղավ ինքը, երևի մինչև այդ դե ոսկեղենը ես չեմ նկատել, բայց ծիծեռնական չի հաստատ հիշում, որտեվ շատ ծիծաղս գալիս էր անգլերեն ոնց էր գրած ծիծեռնակ։ Ծիծաղում էինք, բայց հիմա գերում ենք նույն ձևի։ Այն վաղտ այդ շատ ծիծաղալի էր։ Լավ մնաք հայեր ջան։ Ստեսություն ձեզ։ Առողջություն ձեզ և խաղաղություն։ Այո, դեր էլ մաշտես պողոտանա, էլի սաղ մեքենաները կանգնած։ Ես էլ կազիրոկը և ինչպես Անահիտը ասեց, միշտ առողջ և մնաք խաղաղությամբ։ Ahora voy a ir a